1991-ի հունվարի 19-ին օրն է, երբ սկսվեց հայ-ադրբեջանական զինված հակամարտությունը, Ադրբեջանի զինված ուժերը հայ-նախիջևանյան սահմանի մոտ երասխավանում փորձում էին խախտել սահմանը։ Նոր ձևավորված ինքնապաշտպանական ջոկատները, անկախության բանակը, ՀԱԲ-ը, Վանո Սիրադեղյանի կոչով զինված մարդիկ շտապեցին սահման։ Հենց այստեղ գրանցվեցին առաջին զոհերը՝ Մովսես Գորգեսյանը եւ նրան կռվի դաշտից դուրս բերել փորձող Երվան Սաղումյանը։ 1998-ի հունվարի 19-ին Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանն ամփոփում է տարվա լավագույն ճարտարապետական կառույց մրցույթը։ Հաղթողը Թեքեյան մշակութային կենտրոնի շենքն էր, սպասարկման օբյեկտներից Սայաթնովա սրճարանը։ Սիրադեղյանը նկատում է, որ մարդիկ խուսափում են որպես շինություն մրցույթին ներկայացնել իրենց կառուցած տները։ Եթե մրցույթն ամփոփվեր 1996 թվին, ես կներկայացնեի իմ տունը, ասում է Վանո Սիրադեղյանը։ 1999-ի այսօրը աճուրդով վաճառվում է Ամերիկայի կողմից Հայաստանին ապրանքային վարկի տեսքով տրված 90,000 տոննա հացահատիկի չվաճառված 43,000 տոննան։ Գնորդը Միկա Արմենիա ընկերությունն է։ Մինչ աճուրդը մենք տեղեկություն ունենք, որ պետք է տեղի ունենա այս աճուրդը եւ այն կազմակերպությունը, որ պետք է գնի նրա հետ արդեն պայմանագիրն է պատրաստված էր, այսինքն խաղականон ամեն ինչ պատրաստ էր, միայն ֆորմատով տեղի ունեցավ ձևակերպումը։ Հացահատիկը Միկա Արմենիային է տրվում աննախադեպ էժան գներով, 1 տոննան $116, նախորդ աճուրդների 1 տոննան $160 էր։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն ասում է, դա շուկայի թելադրած գինն է, սակայն չի կարողանում ասել, թե աճուրդից 3 օր առաջ ինչպես է պայմանագիր կնքվել Միկա Արմենիայի հետ։ Անարձագանք է մնում նաեւ այն պնդումը, որ ցորենի այսքան էժան վաճառքից հետո միայն Գորիսում անմշակ կմնա 18000 հեկտար ցորենի ցանքատարածություն։ Հայ ժողովուրդն արդեն 2000 տարի հիվանդ է, ինքը չի սիրում իր ղեկավարներին, ղեկավարներն էլ ժողովրդին։ 2000-ի այսօրը հայտարարում է հայ երիտասարդ գործարանների աջակցության կենտրոնը։ Ես կարծում եմ տղաները մի քիչ այսպես ծայրահեղ եզրակացության են եկել։ Կենտրոնի երիտասարդները փրկելու են հայ ժողովրդին այդ հիվանդությունից, այսինքն սիրելու են իշխանություններին։ Ազատամարտի վետերանների միության նախկին նախագահ Միրան Մովսիսյանը որոշել է ժամանակավորապես հեռանալ քաղաքականությունից։ Եթե կանչի հայրենին մենք մեր միության անդամներս պատրաստ ենք կանգնել հանուն մեր ժողովրդին։ Ինքը հիմա կղեկավարի դարձյալ ազատամարտիկներով հագեցած մի կազմակերպություն, որի անդամներն զբաղվելու են բիզնեսով, ստեղծելու են աշխատատեղեր։ Մովսիսյանի նախորդ կազմակերպությունից 5000 կին տեղավորվել է նոր կազմակերպությունում։ Դուր էր հայկինը, երբ տղամարդը սահմանում էր, այնտեղ էր, վիրակապը կամ զենքը ձեռքին, այստեղ էր, պայքարում էր մթի ու սովի դեմ։ Հաշմանդամները մնացել են առանց պրոթեզավորման հեռանկարի։ Պետությունը անցյալ տարվա հուլիսից պրոթեզավորման եւ կադրերի պատրաստման կենտրոնին զրկել է ֆինանսավորումից։ 2001-ի հունվարի 19-ին հաշմանդամները, որոնց մի մասն ազատամարտիկ է, գնում են կառավարության դուռը։ Այդ մարտիկները, որոնք մարտի ընթացքում վիրավորվել եւ հաշմանդամ են դարձել, թողապահովեն նրանց պրոթեզներով։ Վարչապետը ոչ մեկին չի ընդունում։ Վարչապետը ընդամենը 3 չի առաջի օրը այս խնդրի հետ կապված ֆինանսների նախարարին տրվել է հանձնարարական եւ այս խնդիրը կարգավորվի։ Ամբողջ տարվա համար իրանց չեն կարողանում այդ հարցը լուծել։ Ես ուզում եմ հարգվեմ, ուզում եմ ինչ-որ մի նշանավոր տեղ գրավեմ ու հասարակության աչքերում լավ լինեմ, լավ կեցված կունենամ։ Հենց այս պատճառով է ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը Վոլգոգրադից տեղափոխվել Երևան եւ բացել իր հեռուստաընկերությունը։ 2002-ի այսօրը նա հայտարարում է, որ զբաղվելու է հասարակության շահերի պաշտպանությամբ, բայց ոչ քաղաքականությամբ։ Ինքը չի պատկանելու ոչ մի կուսակցության, բայց պատրաստ է համագործակցել իր կողքը նստած կայունությունի կուսակցության երիտասարդական թևի ահա այս երիտասարդի հետ։ Հոլդինգի շենքում տաք ջուր կա։ Այսքան տղա աղջիկ են հավաքվել, մեռնեմ ես ձեզ։ 2011-ի այսօրը Տիգրան Կարապետիչն արդեն քաղաքական գործիչ է եւ եթերից զրկված ԱԼՄ-ի համար պայքարող։ Եթե իշխանությունը չգնա ընդառաջ մեզ, մենք հայտարարել ենք ընտրություններ արտահերթ։ Ժողովուրդը ոգևորված է իր առաջնորդի կոչերով։ Ես վճռական եմ տրամադրված, որովհետև ունեմ ձեր դաբրոն։ Հիմա ես ուզում եմ, որ դուք բարձրաձայն ասեք, տալիս եք ինձ դաբրո։ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում սպանվում է Ակոս Ցերտի խմբագիր Հրանտ Դինքը։ 2011-ի այսօրվա դրությամբ հայ թուրքագետները սպանության բացահայտումից սպասելիքներ չունեն։ Պատահական չի, որ մինչև հիմա ոչ մի լուրջ բացահայտում չի եղել։ Նրանք համոզված են, որ սպանությունը տեղի է ունեցել ազգային հողի վրա եւ պետական մակարդակով։
2011-ի այսօրը փողոցային առևտրով զբաղվողները քաղաքապետից պահանջում են չեղյալ համարել այդ առևտուրն արգելելու որոշումը։ Նրանք առևտրով են զբաղվում մետրոների եւ շուկաների հարակից տարածքներում եւ այլ աշխատանք չունեն։ Ժողովուրդին չեք պահում, չեք էլ թողում, որ իրանք իրաց գոյությունը պաշտպանեն։ Չունեմ գնալու։ 2012-ի այսօրը Եվրամիությունը Հայաստանին 1.7 միլիոն եվրո է տրամադրում խորհրդարանի առաջիկա ընտրություններն ազատ ու արդար կազմակերպելու համար։ Նրանք տեխնիկական աջակցություն կտրամադրեն նաև ոստիկաններին ու ընտրողներին ավելի իրազեկված լինելու համար։ Պատրաստ են ֆինանսավորել նաև օմբուդսմենին մարզային ևս 6 գրասենյակ բացելու նպատակով։